Պարոն Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը։ Երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն էր։ Խնդրեմ օրվա հետ կապված ձեր տեսակետը։ Առաջին օրը վառվեց Թուրքիայի դրոշը, տեսանք Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հայտարարությունը, շապեց նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անել այդ սադրանք օրենքելով։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Այո, շնորհակալություն, հարգելի Մայրամ։ Ուրեմն հավանաբար սկսեմ երկրապահի ղեկավարից, հա, այսպես ասած իբրև թե զինվորական, ուրեմն Սասունից, ընդ որում շեշտը ճիշտ եմ դնում, լավ լսիր, տղա, Սասուն։ Աֆրիկյան մի այսպիսի ասացված կա, ասում է դագաղագործն ուզում է, որ իր կյանքը երկարի, մյուսներինը կրճատվի։ Դե պարզ է, Հայաստանի Հանրապետության տարածքը կրճատեցիք, Արցախը ընդհանրապես կրճատեցիք, Հայաստանի Հանրապետության եւ անցած այս հզոր մեր պատմական ուղին դասագրքերում կրճատեցիք, մեր թվականակը կրճատեցիք։ Ես էլ չեմ խոսում մնացած բոլոր այդ չարագործությունների մասին, որ դուք այդ բոլորը տարել եք, եւ դեռ այսքանից հետո ձեզ թույլ եք տալիս խոսել, թե իբրև տարածքներ կա, որ պետք է հանձնեն։ Հետո էլ մեղադրում եք Սասուն եւ քո նմանները, թե նման բաներ հայտարարում են ուրեմն ընդդիմության ներկայացուցիչները։ Դուք ինքներդ դա հայտարարում եք, հետո էլ ասում եք, թե մեզ մեղադրում են։ Այդ որ օրենքով, այդ որ քարտեզով, այդ երբ գրած, որ դու դեռ որոշում ես եւ քո նմանը, որ պետք է ասի, որ Հայաստանի Հանրապետությունում դեր տարածքներ կան, որը որ պետք է տրվի այդ ձեր սիրելի եղբոր, հա, փաստորեն զբաղված եք միայն մի բանով։ Կարևորը ձեր կյանքը երկարի, կարևորը ձեր աթոռը մնա, հերն էլ անիծած պատրաստ ենք այսօր, հա, ինչ պետք է որ տան։ Հիմա հասկանում եք, սիրելի ժողովուրդ, սրանց խաղաղությունը որն է։ Սրանց խաղաղությունը միայն մեկ հոմանիշ ունի։ Սրանց խաղաղությունն է զիջում։ Ինչ որ պետք է մենք կզիջենք Ադրբեջանին, մենք կհայտարարենք, որ դա իրենցն է, մենք պարտավոր ենք տալ, մենք պարտվել ենք, չէ որ մեզ խաղաղություն է պետք եւ չեն կրակում։ Ինչի կրակեն, երբ որ ինչ ասում եք, դուք անում եք։ Ասենք ինչ պատճառով ինքը կրակի, ընդունենք թե իրենցից էլ ինչ-որ մի թշնամի սատկի, երբ որ ինքը ինչ հայտարարում է, դուք քայլ առ քայլ կատարում եք։ Եվ հետո դուք անում եք նման հայտարարություններ եւ մեղադրում եք ընդդիմությանը։ Դուք հայտարարում եք, որ այստեղ ապրել են, ինչն է պատճառը, թող կան ապրեն, հետո մեղադրում եք, թե ընդդիմությունը ուրեմն սա սարքում օրակարգ, մինչ հենց բոլոր հայտարարությունները լսում է ձեր բերանից եւ ձեր մեծ եղբայր, ձեր հովանավորող Ալիևի բերանից։ Կարևորը, որ ձեզ ինչ-որ լավ հասնի եւ դուք դրանով գոհանաք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ուրեմն հայտարարությանը եւ ինձ համար նաեւ ծիծաղելի է, երբ որ ուրեմն նաեւ Ալիևը հայտարարեց, թե այսպես ինչ-որ միջազգային կարգով պետք է պատժել, որովհետեւ այրել են դրոշը։ Ուրեմն փաստորեն երբ քանդում են եկեղեցի, մայր եկեղեցին, այն էլ Ստեփանակերտի մայր եկեղեցին, դա ընդունելի է, դա կարելի է, ամբողջ աշխարհը պետք է աչք փակի սրա վրա։ Երբ քանդում են մեր գերեզմանները, որոնք հազարավոր տարիներ այնտեղ են Արցախում, եւ քանդում են այլ պատմամշակութային ուրեմն կոթողներ, սա էլ է ընդունելի, սա ինչու պետք է դատապարտել, որ երբ մտնում են Հայաստանի Հանրապետության ուրեմն ինքնիշխան տարածք, Ջերմուկում եւ Վարդենիսում բառից բուն իմաստով մորթում եւ կտրատում են հայ կանանց, հետո էլ դա որպես հերոսություն ցույց են տալիս, սա էլ է ընդունելի, հա, փաստորեն այս բոլորը ընդունելի է։ Երբ որ ազգի լամուկները կանգնում են ուրեմն Սյունիքում սահմանի մոտ եւ ասում են, որ մենք Կուրբան Բայրամի ժամանակ հայ պետք է մորթենք եւ նրա մսից ուրեմն անենք քյաբաբ, սա էլ է ընդունելի իրենց համար, բայց ահա Հայաստանի Հանրապետությունում ընդ որում ոչ առաջին անգամ, ոչ երկրորդ անգամ, տարիներ շարունակ, ուրեմն այրվել է թշնամու դրոշը, արդեն սա անընդունելի է, անընդունելի է ազգի համար եւ անընդունելի է Նիկոլի համար, եւ մի հատ էլ դիմում են միջազգային հանրությանը։ Ես թքել եմ այդ միջազգային հանրության վրա, որովհետեւ շատ լավ հիշում եմ, թե ինչպես Կոնստանդնուպոլսի ուրեմն մայր տաճարը վերածեցին մզկիթի եւ ահա ուրեմն թրքապաշտ Եվրոպան եւ արևմուտքը լինի նաեւ մյուս այլ կազմակերպությունները ոչ մի ձայն չհանեցին եւ որքան էլ որ հույները բողոքեցին, որքան էլ որ ուրեմն նամակներ ուղեցին տարբեր ատյանների, միևնույն է բոլոր իրենց աչքերը փակեցին։ Հիմա եկել եք եւ մեզ ասում եք, թե մենք ինչ պետք է անենք։ Մենք այրել ենք եւ էլի ենք այրելու եւ ոչ միայն Թուրքիայի, այլև ձեր դրոշը, ձեր հորինած, ինչպես եւ Թուրքիայի հորինած պետության դրոշը եւ դուք դեռ սպասեք, որովհետեւ հայը իր խոսքը ասելու է ողորմելիներ եւ դուք շատ փոքր եք, որպեսզի մեզ ասեք, թե մենք ինչ պետք է անենք։ Ուրեմն քանի որ մենք ունենք մի ղեկավար հարգելի լսարան, որին ուրախացնում է երկու բան։ Մենք վերջերս տեսանք, որ այս ուրեմն
շրջիկների, ես չգիտեմ, ինչ անվանեմ սրանց, որ ճիշտ հնչի ըստ իրենց էության, ուրեմն նորից ընկել էին փողոցները եւ մտել է մի, չգիտեմ, դպրոց է, որտեղ է ասում է, այստեղ քաշած արաղի, տնական քաշած արաղի հոտ է գալիս եւ հռհռում է։ Այս մարդուն, ընկերներ ջան, այդ որ ասում եք մեր թագավոր, մեր վարչապետ, ես չգիտեմ, ընտրյալ Աստծո նվեր, այդ Աստծո նվերին երկու բան է ուրախացնում։ Մեկը, երբ նա տեսնում է թուրք, երբ տեսնում է Ալիևին, թուրքական դրոշ, տեսնում է Էրդողանին, չգիտեմ, հոգին փառավորվում է, մեկ էլ երբ տեսնում է ուտելիք։ Ընդհանրապես բավական է այս երկուսը, որպեսզի այս մարդը քարշ տա իր կեղտոտ գոյությունը եւ ինչպես նաեւ իր նմանները։ Այս երկու բանը, այս սա է ձեր ղեկավարը, ձեր սիրելի վարչապետ կոչվածը, ով օր ամեն օր 24 ժամյա ռեժիմով մտածում է թե ինչպես պետք է ուրեմն գոհացնի Թուրքին։ Մի ինչ որ անհայտ քարտեզել խփել է դոշին, չի երևում ոչ սահման եւ ոչ մի բան, եւ այտենց ընկել է ուրեմն փողոցները։ Մի հատ հարց եմ ուզում տալ, այդ որ գնացել էր օրինակի համար ՌԴ, չէ, նախագահի հետ հանդիպման։ Օրինակ տեսա Պուտինի մոտ ինչ որ քարտեզ։ Երբ որ այլ հանդիպումներ էին տեղի ունեցել կամ այլ եվրոպական ներկայացուցիչների հետ, նա տեսել է նման քարտեզ։ Երբ որ օրինակ Զելենսկին է գնում այդքան տարբեր երկրներ, չգիտեմ, իր երկրի հարցով քննարկումներ անելու, դուք երբևէ քարտեզ տեսել եք, այս սա է սրանց ցածր, հասկանում եք, բառեր չկա համապատասխան, որպեսզի ես սրանց նկարագրեմ, սա է սրանց մակարդակը։ Ուտելիք տեսնելից ուրախանան, ծափ տան, թուրք տեսնելից պորտապարպարեն, այս սա է սրանց ուրեմն էությունը։ Հիմա Գյումրիում տեղ ունեցած իրենց այս խայտարակ վիճակը, քանի որ իրենք շատ այտենց վստահ են իրենց վրա, բայց մենք Գյումրիում տեսանք, երբ հայտարարեցին, որ ելույթ կունենա վարչապետը, ուրեմն այնտեղ ոստիկաններ էին, ես շատ ցավում եմ այդ տղաների համար, իսկապես ցավ եմ ապրում, այսպես գլուխները կախ եւ այդ երաշտությունը հնչեց, ինձ թվաց թե դամ են բռնում, այդ որ հուղարկավորության սկզբում այդպես բան էլի երաշտություն է հնչում, նման մի երաշտություն էր եւ նման մի տեսարան էր։ Եվ տեսանք թե ինչպես ուրեմն վարչապետի եւ չգիտեմ, հա, այն մյուսը, որ մեկ էլ հանկարծ բաժանվել էր, հայտնվեց ուրեմն ամուսնու կողքին։ Աղջի, բայց Ծիծեռնակաբերդն չէր մենակ եկել, հա։ Այդ բավորը տենց որոշել եք միանաք, բաժանվեք, բաց թողնեք, իբրև ըստ ձեզ այնքան խելացի եք, ուզում եք ինչ-որ բանով ժողովրդին զբաղեցնել, որպեսզի դուք կարողանաք ձեր սև գործը առաջ տանել, չէ, չի ստացվում։ Ինչ արեցիք չստացվեց, հեծանիվ քշեցիք չստացվեց, հեծանիվի մրցույթ կազմակերպեցիք չստացվեց, ինչ անում եք չի անցնում, որովհետև ժողովուրդը շատ լավ գիտի։ Բա որ գնացել էր Ծիծեռնակաբերդայի անամոթ բառից բոլոր, չգիտեմ, ամենայն վերջին խորը իմաստով, բայց Էրդողանը գիրքնջի չէր կախել դոշերիցը տեթայրախ չի, հա? Այդ բոշա, բա կախեիր բերանոտ էլ բաց հռհռած են, որ Ալիևի կնոջ ու Էրդողանի կնոջ կողքը կանգնած այդպես նկարվել էր, մի հատ էլ բաժանվելուց ասում էր գնում են վարձով ապրում, չես գնում վարձով ապրես, բայց զանգի ընկերուհիներին, Լեյլային, չգիտեմ, այն մյուսի կնոջն անուն ինչը, կարող քեզ լավ ընդունեն, կարող այնտեղ լավ գործմորձ լինի քո համար։ Այս կարգի անամոթ են, դրա համար եմ ասում, հայոց ոսկեղենիկ բառարանում չկա մի բառ, չկա մի արտահայտություն եւ ընդհանրապես երևի աշխարհից երեսին, որպեսզի կարողանամ կամ թեկուս ինչ որ մեկը ճիշտ նկարագրի սրանց կեղտոտ ուրեմն բան հոգև վիճակը, սրանց այս ցինիկ վիճակը, այս սա է, եւ ուրեմն Կոստանդնուպոլսում էլ իր նման մեկը կար, որ այն Ալյոնկայի հետ ընդեն նկարվել էր, այսպես շատ ուրախացած, մի հատ էլ թե նամակ կգրեմ Ալիևին, գնացել այնտեղ մեզ ահել տալիս, էլ դու սրանց բանը տեսեք, էլի մակարդակը։ Եվ տակը ուրեմն մի քանի կանայք նայում են, տակը գրել են Աստված օրհնի ձեզ։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ասենք ես հասկանում եմ, որ դրա եւ այն Արթուր Աբրահամի նմաններինը բիոլոգիական ուղեղը բիոլոգիական ուղղակի օրգան է եւ նա միտք չի արտադրում, բայց լավ այն կարգի պետք է անասուն լինել, որ ասել Աստված օրհնի ձեզ։ Այսինքն ինչը օրհնի։ Մեկը որ Կոստանդնուպոլսից ընդ որում օդում կախված լուրերի համաձայն Մարտուն բան Արծվանիստ գյուղից է, ամուսին էլ թուրք է։ Այդպես են ասում, որ իր ամուսին այնտեղ թուրք է։ Ուրեմն առավոտից երեկո ընկած է հայոց պետականության, հայոց մշակույթի, հայոց պահանջատիրության ետևից եւ ծափ է տալիս Թուրքի եւ թուրքական օրակարգը, դու գրում եք Աստված ձեզ օրհնի։ Այսինքն դրա ես ուզում եմ ուղղակի հասկանալ, ասենք ձեր կողքը մի մարդ չկար ձեր ընտանիքում, ես չգիտեմ ձեր հարազատների մեջ, որ մի հատ ուղղակի ապտակեր ձեզ, մի հատ ուշքի գայք։ Այսինքն դրա ինչը օրհնի։ Ես անկեղծ եմ ասում, ուզում եմ հասկանալ, ուզում եմ
շատ դժվար բան է, ուզում եմ տրամաբանություն գտնել այդ ասացի մեջ, բայց դա անհնար է։ Եվ ընդ որում այդ մի հատ էլ հայտարարում էր, հա, կապված եւ ուրեմն բարերար պարոն Կարապետյանի, ինչպես նաեւ, հա, մյուս ընդդիմադիր ուժերի առաջատար Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի հետ կապված, թե տեսեք մարդ չեն գալիս 400 հոգի են գալիս եւ այլն։ Մենք տեսանք թե Գյումրիում ինչ խայտարակ եղակ։ Հա, այսպես թե ես էլ քեզ գցնեմ, այ ողորմելի, ասեղ գցելու տեղ չկար, բայց չես իմանում։ Էլ աշխարհի ամբողջ ուրեմն առաջատար հեռուստատեսությունները, սկսած BBC, Al Jazeera, CNN, Reuters, բոլորն եկել էին եւ ուղիղ եթերով ցույց են տալիս վարչապետի հրաշալի կատարումը։ Մի հատ էլ վերջում պարզվում է Եվրատեսիլի հանձնաժողովից ընդեղից գոչում էին 12 միավոր այս անգամ վարչապետին։ Այս է ձեր մակարդակը, այ ողորմելիներ։ Դուք շատ լավ գիտեք թե ինչի մեջ եք եւ փորձեք հանկարծ ինչ որ բան, հա, այսպես դրսում կամ սրան նրա հովանու անձրևանոցի տակ լինելով փորձեք մեզ ասել թե ինչ պետք է լինի կամ ինչպես պետք է արվի։ Ուրեմն հարգելիներս, տեսնում եմ, որ սրա նմանները անընդհատ օրակարգ են սարքում, դուք ռուսաստրուկ եք, ես նկատել եմ իմ եւ օրինակի համար նաեւ Տիկին Զոհրաբյանի եւ այլոնց փորձագետների, ուրեմն տեսանյութերից հատվածներ են վերցնում եւ սկսում են տարածել, տեսեք այս ռուսաստրուկներին։ Հիմա լսեք այ ողորմելիներ։ Ինձ մի հատ հիշեցրեք, այդ որ Ռոբերտ Քոչարյանին տենց ինչ որ վիրավորանքներ եք ասում եւ ինչ որ բաներ եք ուզում կպցնել։ Ռոբերտ Քոչարյանը քանի անգամ է գնացել Կրեմլ Պուտինի հետ հանդիպման եւ քանի անգամ է գնացել Նիկոլը։ Ով է ավելի շատ գնացել, բացեք համացանցով այդ ամբողջ տվյալները կա։ Այ ողորմելիներ, ռուսաստրուկը մենք ենք, դուք որ էությամբ ստրուկ եք, դուք որ վաճառվում եք, որպեսզի կարողանաք ձեր ստամոքս եւ սեռական հորմոնները բավարարել, ձեզ էլ թվում է թե ստրկական կարգավիճակը մեր մոտ է, որ մենք ռուսական ստրուկ լինենք, ինչպես են բարձրացնում նաեւ այն սխալները, որը գալիս է պաշտոնական Կրեմլից։ Ինչպես է լինում, որ Սոյուզ արմիանի ժամանակ Նորադ Տեր Գրիգորյանը շատ հանգիստ, շատ տեղը տեղին բացատրում է թե որն է Կրեմլի սխալները եւ ինչպես պետք է անի։ Ընդ որում հիշեցնեմ, երբ նույն 1 տարի առաջ էլ ուրեմն պարոն գեներալը Տեր Գրիգորյանը սրա մասին բարձրացրեց, Ռուսաստանը դադարեցրել է ուրեմն Թուրքիայի տարածքում ատոմականի կառուցումը։ Ես իհարկե չգիտեմ թե որքանով են այս երևույթները կապված իրար հետ, բայց ամեն դեպքում ձեր նման ստրուկը ընդհանրապես խոսելու իրավունք չունի։ Դու գիտեք ստրուկն ով է։ Ուրեմն ապրիլի 12-ին ուրեմն ամերիկացի Թակ Կարլսոնի տված BBC-ին հարցազրույցում շատ հստակ եւ շատ հանգիստ ասեց. Ուրեմն Ամերիկան հարձակվել է Իրանի վրա, որովհետև դա եղել է Իսրայելի ուրեմն նպատակը եւ պահանջը։ Եվ բնականաբար Ամերիկան չէր կարող չանել։ Ինչպես նաեւ Մերձավոր Արևելքում ցավոք սրտի արաբական որոշ երկրներ, այլ չեմ խոսում Եվրամիության մասին, գլուխները կախ սուսուփուս անում են։ Հիմա ստրուկով, ստրուկը մենք ենք, թե ձեր ամբողջ արևմուտքը, որ սիոնիզմի զոհ է դարձել, որ ինչ ուզում են գլուխները կախ այդպես էլ անում են։ Ինչ ուզում են անում են, ինչպես նաեւ հովանավորում են Ադրբեջանին, դրա համար սիոնիստական ուրեմն խմբերը, ինչպես նաեւ նրանց հովանավորությամբ գտնվող այլ հասարակական կազմակերպություններ Ալիևին հանգարց մատով չեն կպնում Ալիևի առաջ չարագործությունները, բայց այս դեպքում արդեն ձեզ թվում է, որ դուք իրավունք ունեք անելու։ Հիմա դուք մի հատ հավեմատեք, եթե ի վիճակի եք մի հատ խորհեք, տեսեք թե ստրկական կարգավիճակը ում է, մեր մոտ է, թե ձեր մոտ է, հիմարներ։